CNN-ը նոր տեղեկություններ է գաղտնազերծել Իրան-Միացյալ Նահանգներ բանակցային գործընթացը վերսկսելու դիվանագիտական ջանքերի մասին։ Թրամփի վարչակազմը քննարկում է խաղաղ-միջուկային ծրագիրը զարգացնելու համար Թեհրանին $30 միլիարդ տրամադրելու հարցը։ Վաշինգտոնը մտադիր է մեղմացնել պատժամիջոցները եւ Իրանի սառեցված ակտիվներին հասանելիություն տրամադրել։ Ամերիկյան կառավարությունը նաեւ փորձում է Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել։ CNN-ը նշում է, որ Միացյալ Նահանգների ու Մերձավոր Արևելքի առանցքային խաղացողները շարունակել են շփումները Իրանի հետ նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահերին։ Իրանի խաղաղ-միջուկային ծրագրի իրականացման գործում գումարը չի գա անմիջապես Միացյալ Նահանգներից։ Վաշինգտոնը նախընտրում է, որ իր արաբ գործընկերները փակեն հաշիվը։ Իրանի միջուկային օբյեկտներում ներդրումների հարցը քննարկվել է վերջին ամիսներին միջուկային բանակցությունների նախորդ փուլերում։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ նախատեսվում են բանակցություններ Իրանի հետ, թեպետ համաձայնագրի անհրաժեշտություն չի տեսնում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսման որևէ ծրագիր։ Բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։ Երկխոսության մասին նույնիսկ խոսք չի եղել։ Բանակցությունների թեման այս պահին չի քննարկվում։ Իրանի գլխավոր դիվանագետը խիստ դատապարտել է Միացյալ Նահանգների մասնակցությունը Իրանի դեմ Իսրայելի ագրեսիվ պատերազմին։ Արաղչիի պնդմամբ Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումը դավաճանական քայլ է դիվանագիտությանն ու բանակցային գործընթացին։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը ստիպված է եղել դադարեցնել Իրանի դեմ 12-օրյա ագրեսիվ պատերազմը հուսահատությունից դրդված եւ առանց որևէ նախապայմանի։ Հենց սիոնիստական ռեժիմն էր, որ խնդրեց դադարեցնել Իրանի պատասխան գործողությունները, որոնք մեծ վնաս էին հասցրել օկուպացված տարածքներին։ Ռեժիմը պատրաստակամություն է հայտնել ավարտել իր ագրեսիան, ակնարկելով, որ կդադարեցնի կրակը, եթե Իսլամական Հանրապետությունը նույնպես դադարեցնի իր հակահարվածները։ Արաղչիի պնդմամբ, թեպետ Թեհրանը համաձայնել է դադարեցնել կրակը, այնուամենայնիվ կարող է վճռական պատասխան տալ ռեժիմի ցանկացած ոտնձգության։ Չնայած կոշտ հրետորաբանությանը, Իրանը չի թաքցնում, որ լուրջ հարված է հասցվել իր միջուկային օբյեկտներին։ Վնասը աննշան չի եղել, մեր օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել, այժմ մանրակրկիտ գնահատվում է վնասի չափը։ 12-օրյա պատերազմում հաղթանակը տոնում է նաև Իսրայելը։ Մեր սուրբ գրություններում գրված է. Աստված ուժ կտա իր ժողովրդին, Աստված կօրհնի իր ժողովրդին խաղաղությամբ։ Մենք քաջաբար կռվեցինք Իրանի դեմ եւ մեծ հաղթանակ տարանք։ Այդ հաղթանակը հնարավորություն է բացում խաղաղության համաձայնագրերի դրամատիկ ընդլայնման համար։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք դրա վրա։ Մեր պատանդների ազատ արձակմանը եւ Համասի պարտությանը զուգընթաց։ Այստեղ կա հնարավորությունների պատուհան, որը չպետք է բաց թողնել։ Նույնիսկ մեկ օր չպետք է վատնվի։ Բիբին խոսում է մեծ հաղթանակի մասին, Հզբոլլահի գլխավոր քարտուղարն էլ ազդարարում սիոնիստական ռեժիմի խայտառակ պարտությունը։ Իսրայելն Իրանի դեմ իր ագրեսիայի միջոցով ձգտում էր հասնել 3 նպատակի՝ միջուկային ծրագրի ոչնչացում, Իրանի հրթիռային ուժի ոչնչացում եւ ռեժիմի տապալում։ 3 նպատակներն էլ խափանվեցին։ 12-օրյա պատերազմում Իրանը հաղթանակ տարավ։ Հրադադարը անկասկած Իրանի շահերից է բխում, քանի որ այն նշանավորում է ագրեսիայի ավարտը եւ դրա ձախողումը։ Իսրայելի վարչակազմի հանցագործությունները, այդ թվում Գազայի ցեղասպանությունն ու Իրանի դեմ հրահրած պատերազմը փորձում է արդարացնել Գերմանիայի իշխանությունը։ Իրանի արտգործնախարարի խոսնակը խիստ դատապարտել է կանցլեր Մերցի դիրքորոշումը, հայտարարելով, որ պաշտոնական Բերլինը պատմության սխալ կողմում է կանգնած։ Էսմայիլ Բաղայեին ասել է. Իսրայելի հանցագործություններին համակրանք հայտնելով, Մերցը անտեսել է առաջին համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած «Նի վիդե Քրիգ», այլևս ոչ մի պատերազմ հայտնի գերմանական հակապատերազմական կարգախոսը։ Պատմությունը հեշտ չի ներում, իսկ ազգերի հիշողությունը երկար է, ասել է Իրանի արտգործնախարարի խոսնակը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։